Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն արտահայտությունը բոլորս ենք լսել։ Իսկապես աշխատանքը օգնում է մարդկանց գտնել իրենց իրական առաքելությունը կյանքում։ Պատմական մատերիալիզմի մեջ աշխատանքը դիտարկվում է որպես մարդու կյանքի հիմնարար մեթոդ, որպես մարդու կյանքի նկատմամբ վերաբերմունքի մի բջիջ։ Ամենից առաջ աշխատանքը մարդու և բնության միջև տեղի ունեցող գործընթաց է։ Անձը աշխատանքի միջոցով զբաղվում է արտադրողական գործունեությամբ, որի ընթացքում ձևափոխում է բնության առարկաները, դրանք հարմարացնելով իր պահանջմունքներին։ Աշխատանքը վճռական դեր է ունեցել մարդու անձի ձևավորման գործում։ Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։ Աշխատանքի հանդեպ սերը, սակայն, ոչ բոլորին է հատուկ։ Այսօր ժամանակակից աշակերտի մոտ սերմանում են սերը աշխատանքի և ստեղծագործական գործունեության հանդեպ հենց առաջին դասարանից։ Դասավանդման նման մոդելը ժառանգվել է խորհրդային դպրոցից և շարունակվում է արդյունավետ գործել նաև ժամանակակից հանրակրթական համակարգում։ Տեխնոլոգիայի առարկան դասավանդող ուսուցիչները այդ առաքելության կրողներն են։ Առարկան դասավանդվում է տղաների և աղջիկների համար առանձին։ Իմ նպատակը այն է, որ իմ երեխաներին սովորեցնել խմբային աշխատանքի, ծանոթանալ գեղագիտականը, իմանալ գեղեցկությունը, կուլտուրան, իհարկե դասի ժամանակ, ոնց աշխատել, մեկը մյուսի հետ ոնց, եթե մեկը չի բերում, իհարկե մյուսը օգնում է, տեսել եք, նրանք հավաքում են տարբեր ձևի շինվածքներ, մի մասից, մի քանի մասից, և դա օգնում է իրանց մանր մատորիկաներ զարգացնել նրանց գեղագիտությունը, գեղեցկությունը, իհարկե, նրանք շատերը ֆանտազիա ունեն, ես մյուս 6-րդ դասարաններին ունեմ աշակերտներ, ինքնուրույն նկարում են, բերում են, ես սա եմ ուզում կատարել, ու ես թողնում եմ, որ նրանք կատարեն։ Տեխնոլոգիայի փոխարեն խորհրդային դպրոցում դասավանդվում էր աշխատանք առարկան։ Փայտանյութի, հաստոցների, սղոցիկների և այլնի ձեռքբերմանը օժանդակում էին պետական մարմինները։ Տիկին Քոչարյանի խոսքով այսօր այդ ամենի ձեռքբերումը իրականացվում է ծնողների միջոցով։ Իսկ հիմա առաջնային աշխատանք է եղել, իսկ հիմա տեխնոլոգիա, այստեղ գծագրություն է գնում, գծագրության ժամին մենք երկրաչափություն, մաթեմատիկա, քիմիայի, աշխարհագրության բոլոր դասերի հետ ունենք կապը։ Հետո հիմա մենք դիզայն ենք սովորեցնում։ Աղջիկների դեպքում ուսուցչի գերնպատակը ապագա մայրեր դաստիարակելն է, ինչն էլ աշակերտուհիների սրտով է։ Ինձ շատ է դուր գալիս տեխնոլոգիան, նրա համար, որովհետև տեխնոլոգիան մարդուն գեղեցկացնում է, այն ունի իր յուրահատկությունները, ես շատ եմ սիրում փափուկ խաղալիքներ գործել, երբ ես դեռ տեխնոլոգիա չէի անցնում, մայրիկիս խնդրում էի, որ նա ինձ համար կարի և ես էլ էի ուզում սովորել, թե ոնց էին կարում, իսկ երբ ես արդեն անցնում եմ, ես անձամբ ինքս եմ տանը կարում ինձ համար և նաև նվիրում իմ ընկերուհիներին։ Տեխնոլոգիան ինձ հանգստացնում է, երբ ես մի քիչ ջղայնացած եմ լինում, ես զբաղվում եմ տեխնոլոգիայով, ասեղնագործությունը նույնպես ինձ դուր է գալիս, ես իմ ուզած պատկերները, օրինակ նապաստակը կամ շունը, ես կարողանում եմ գործել և դա ինձ շատ դուր է գալիս։ Ծննդյան օրերիս մայրիկիս օգնում եմ, որ սալատներ պատրաստենք, ամանները դնեմ ու անձեռոցիկները ծալեմ։ Ես տեխնոլոգիայի դասաժամին սովորել եմ ոնց պատրաստեմ փափուկ խաղալիքներ ու ես այդ գործը շատ եմ սիրում։ Աշխատանքային դաստիարակությունը տեխնոլոգիայի դասաժամերին իրականացվում է ամեն դասաժամի, այսինքն սովորում ենք մենք երեխաներին սովորեցնում ենք աշխատել, նրանց մոտ դրսևորում է աշխատասիրությունը, հստակությունը, ինքնուրույնությունը աշակերտին, աշխատում են որպեսզի բոլոր դասաժամերին աշակերտները լինեն ինքնուրույն և բոլորը մասնակցեն տվյալ աշխատանքին, այսինքն մենք կատարում ենք տվյալ պահին 6-րդ, 5-րդ, 6-րդ դասարաններում կատարում ենք, սովորում են աշակերտները փափուկ խաղալիքներ ու ասեղնագործություն։ Նրանց ես սովորեցի եմ, որ պետք է անպայման մասնակցեն բոլորը, անկախ նրա իրենց
մտավոր զարգացումից պետք է բոլորը մասնակցեն, ինքնուրույն լինեն, ստեղծագործեն ու այդ խմբովին աշխատեն։ Մեկ դասարանում կատարում են խմբովին աշխատանքներ։ Խմբովին աշխատանքների ժամանակ տեսնում եմ, որ մեկը մյուսին օգնելով խմբավորվում են, աշակերտները ձեռք են բերում հմտություններ եւ սովորում են այն, ինչ որ ինքը պետք է։ Ես բայց չեմ պարտադրում ոչ մեկին ոչ մի աշխատանք, այսինքն այնպես եմ անում, որ սիրեն աշխատանքը, կատարեն այդ աշխատանքները։ Ասեղ նաև երեխաները զգուշացին, որ ասեղնագործությունը, փափուկ խաղալիքները, ձեռքով կատարած ցանկացած աշխատանքը եւ աղջիկների եւ տղաների մոտ մկանների զարգացումը տեղի ունենում, այսինքն նա զարգանում է բազմակողմանիա զարգանում եւ ինքը պետք է գտնի իր տեղը պետք է գտնի կյանքում, այսինքն փոքր հասակից ցանկանում եք, որ նրանք ընտրեն իրենց արհեստը, այսինքն մանավանդ աղջիկները ապագա մայրիկներն են, պետք է սովորեն ինչպես պատրաստել, ինչպես իրենց պահել, ինչպես օգտվել սեղանից, ինչպես սեղանը զարդարել եւ այլն, բայց խոհարարության մենակ մի բան, որ խոհարարության դասաժամերի մի մասը չենք կարող կատարել, դե հասկանալի է բլոկադայի պատճառով, բայց մենք կատարում ենք տեսական, ինչպես ծալադրում կատարել անձեռոցիկների, ինչպես սեղանը սպասքադրել, ինչպես օգտվել սեղանից։ Տեխնոլոգիայի դասաժամին ուսուցիչները կարևորում են նաև մասնագիտական ընտրությանը նպաստելու գործոնը։ Աշխատում ենք, որ աշակերտը լինի անպայման ինքնուրույն, կատարի ինքնուրույն, ինքը գտնի իր տեղը կյանքում, այսինքն գտնի իր մասնագիտությունը, շատ երեխաներ ասում են ցանկանում են ընտրել մասնագիտությունը, որը մենք ծանոթացնում ենք դրան, բայց ոչ պարտադրելով։ Հետո օրինակներ ենք բերում, որ մարդիկ չպետք է հարգել ամեն մի աշխատանք, ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, չպետք է ընտրել օրինակ այն մասնագիտություն, բոլոր մասնագիտություններն են հարգային, միայն թե աշակերտը գտնի իր տեղը կյանքում։ Մեր նպատակն էլ այդ է, աշխատանքային դաստիարակությունը իրականացում ենք բոլոր դասաժամերին։ Աշակերտները մեծ խանդավառությամբ են մասնակցում դասաժամերին։ Սիրում են բացահայտել նորը եւ գեղեցիկը։ Իհարկե, իրենց գործին տիրապետող ուսուցիչների օգնությամբ։